Տրիխոմանոզը բավականին տարածված հիվանդություն է, այն տալիս է շատ արտահայտված կլինիկական էֆեկտներ, իդեմս արտադրությունը շատ հաճախ կարող է նաև երանգավորված բնույթ կրել, կարող առաջացնել միզելուս մռմռոց, ծագոց այրոցի զգացողություն, արտահայտված տհաճ հոտի առկայություն։ Չի բացառվում նաև տրիխոմանոզի հեռահար բարդությունները երկարատև օրգանիզմում մնալու պարագայում ամենայն հավանականությամբ ընթացքում կարող են առաջանալ այլ օրգանհամակարգերի բորբոքումներ տղամարդկանց մոտ պրոստատիտ, ուրետրիտ, օրխիտ, էպիդիդիմիտ, սերմնաբջջերի բորբոքում, կանանց մոտ վուլվիտ, վագինիտ եւ այլն եւ այլն։ Ես կուզենայի երկու անդրադարձ անել տրիխոմանոզի ախտորոշիչ հարցերի հետ կապված, որովհետեւ այսօրվա դրությամբ ցավոք սրտի բժշկության մեջ շարունակում են հանդիպել իրավիճակներ, երբ տրիխոմանոզի ախտորոշումը իրականացվում է սովորական միզասեռական քսուկի միջոցով, որպեսզի դուք պատկերացնեք միզասեռական քսուկը ինչ է, ես ձեզ հեսա մի հատ բան ցույց տամ։ Սա ապակի է, սա անալիզ վերցնելու ձողիկ է, որից բոլորը դեպ վախենում են շատ։ Սա ապակի է, սովորական միզասեռական քսուկը, երբ մենք այս ձողով վերցնում ենք քսուկի մատերիալը եւ քսում ենք այս ապակու վրա, ուղարկելով այս ապակին լաբորատորիա։ Հավանականությունը այս հետազոտության, որ կլինեն ճշգրիտ պատասխաններ, անչափ շատ քիչ է, ես կասեի 0։ Ինչպես շագանակագեղձի մերսումն է դուրս հանված բժշկությունից, որովհետև ոչ մի էֆեկտիվություն չունի եւ անիմաստ, տենց էլ միզասեռական քսուկը հանված է բժշկությունից, կամաց արդեն դուրս է գալիս, ինքը շատ տեղում նույնիսկ չեն էլ անում, որովհետև գոյություն ունի PCR հետազոտություն, պայմանական շղթայական ռեակցիայի մեթոդով արված հետազոտություն, որը ավելի ճշգրիտ ինֆորմացիա է տալիս սեռավարակների մասին, սեռավարակ, որտեղ տրիխոմանոզի դեպ սեռավարակ է համարվում, որովհետև ուսումնասիրվում է PCR մեթոդով, ուսումնասիրվում է յուրաքանչյուր միկրոբի կամ վիրուսի, բակտերիայի DNT-ն մարդու օրգանիզմում։ Սա բացառապես ճշգրիտ հետազոտություն է, սխալվելու տարբերակ ուղղակի չկա։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է առաջնահերթ ճիշտ դիագնոստիկան։ Երբեք չի կարելի ապակու վրա արված մանրադիտակային հետազոտության միջոցով հստակեցնել, որ կա տրիխոմանոզ եւ ստանալ բուժում, որտեղ տրիխոմանոզի պրեպարատները իրենք ծանր պրեպարատներ են, դժվար տարվող պրեպարատներ են, վերջ-վերջո կողմնակի էֆեկտներ ունեցող են։ Անպայման ճշգրտեք դիագնոզը, եթե անհրաժեշտություն կա, անպայման լսեք երկրորդ կարծիք, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, այնուհետ նոր ստացեք բուժում։